Սահմանադրական դատարանը դեռ իր վերջնական վճիռը չի կայացրել կենսաթոշակային բարեփոխումների օրենքի վերաբերյալ, սակայն իշխանական շրջանակում արդեն չեն բացառում օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը։ Ինչ վերաբերվում է այն 1 տարով հետաձգելու մասին լուրերին, օրենքին ընդդիմացող Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ չէ, որ այդ լուրերը օբյեկտիվ հիմքեր ունեն։ Մեծ հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ լավ կլիներ իհարկե, եթե օրենքը 1 տարով հետաձգվեր եւ այդ ընթացքում դրա բոլոր բացասական կողմերը չեզոքացվեին, սակայն չի կարծում, որ իշխանություններն այդքան ողջախոհ կլինեն։ Այդուհանդերձ պայքարը շարունակվելու է, ասաց պատգամավորը, իսկ հարցին, թե ինչպես կարելի է հասնել հաջողության, երբ կառավարությունը ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժարվել պարտադիր բաղադրիչից, Մինասյանը չբացառեց պարտադիր վճարները հարկատեսակ դարձնելու տարբերակը։ Կարող է ընդհանուր լինել այն, որ պարտադիր բաղադրիչը դիտարկվի եկամտային հարկի համատեքստում եւ չբարձրանա եկամտային հարկի ընդհանուր բեռը։ Սա նույնպես կարող է որպես հարցի լուծում լինել։ Հարցի լուծում կարող է լինել այն, որ աշխատողների կամահայտնության հնարավորությունը տրվի իրենց կողմից, կամավոր դառնա այս ամենը եւ ոչ թե պարտադրվող դրույթ մնա, բայց բոլոր դեպքերում ցանկացած լուծում վերջնական պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ օրենքը առաջին հերթին հարվածում է հաջողակ համարվող երիտասարդին, ով ստացել է լավ կրթություն, ունի լավ աշխատանք եւ կարող էր թույլ տալ իրեն հիփոթեկային վարկով տուն, մեքենա գնել։ Մեր երկիրը այսօր զրկում այդ հնարավորությունից։ Գլխավոր արգումենտը նա է, որ ասում է, գիտեք, իսկ այ որ դուք հանձնեք կենսաթոշակի, այդ տարիքում դուք կունենաք շատ ապահով կենսաթոշական։ Ինչ։ Հիմա ես երիտասարդ եմ, ուրեմն սկսեմ այսօրվանից նստել, պատկերացնել, թե 30-40 տարի հետո ինչ արիներ, ինչ շատ է հետաքրքրում։ Իսկ 30-40 տարի հետո պետությունը քաղաքացուն խոստանում է բարեկեցիկ ծերություն։ Տնտեսագետ Խաչատրյանը թեպետ անընդունելի է համարում 40 տարի առաջ որևէ տնտեսագիտական հաշվարկ անելը, այդուհանդերձ ստեղծված իրավիճակում փորձել է հասկանալ, այդ ինչպիսի բարեկեցիկ ծերության մասին է խոսքը։ 29 տարեկանից աշխատող մարդը ըստ այս հաշվարկի 34 տարի աշխատելու եւ միջինը 150-ից 160 հազար դրամ աշխատավարձ ստանալու դեպքում ի վերջո կուտակելու է 31 միլիոն դրամ, որը սակայն քաղաքացին միանգամից ետ ստանալ չի կարող։ Եթե սա հաշվում ենք, որ ինքը 11 տարվա մեջ պետք է ստանա, ասենք 74, սա բաժանում ենք 11 տարվա մեջ, տարվա կտրվածքով ստացվում էր մի հատ 12-ի ամսական կտրվածքով մոտորապես 320-330 հազար դրամ։ 34 տարվա ընթացքում, երբ որ վերցնում ենք գնաճը, ստացվում է 40 հազար դրամ։ Իսկ այսօրվա միջին կենսաթոշակը 36 հազար է։ Այսինքն այս ամեն ինչը, ինչ որ անում ենք 30 քանի տարի կուտակում ենք եւ այլն, ընդամենը 4000 դրամի պատերազմն է։ Կենտրոնական բանկի տեղեկատվական բուկլետներում կարդում ենք, որ կուտակված գումարը հավասարաչափ բաշխվում է 63 տարեկանից հետո ըստ կյանքի սպասվող միջին տևողության ամիսների։ Նշենք, որ ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների Հայաստանում կյանքի միջին տևողության ցուցանիշը համարվում է 74 տարի։ Այսինքն 75 տարից հետո դու եթե բարեբախտություն ես ունենում շարունակել ապրել, 76, 77, 78 այս կենսաթոշակային համակարգը դրա պատասխանը չի տալիս։ Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, սպասելով սահմանադրական դատարանի վճռին, իսկ եթե օրենքը մնա ուժի մեջ, կանխատեսում է, որ այն կունենա առավելագույնը 2-ից 3 տարվա կյանք։ Մեր տնտեսությունը պատրաստ չէ այսօր այս համակարգը կիրառելու։ Պարզվում է, որ նույնիսկ եթե գումարները հավաքվեն, այդ գումարները ներդնելու տեղ չունենք մենք։ Հիմա մենք որտեղ պետք է մտնենք, կամ պետական պարտատոմսեր պետք է առնենք, կամ պետք է ավաններ մտնենք առնենք։ Պետական պարտատոմսերի հետ կապված սահմանափակումներ ունենք, որտեղ ներքին պարտքը եւ արտաքին պետական պարտքը չեք կարող մեծացնել, ավանների մեջ մտնելն էլ այդ նշանակում ամբողջ բանկային համակարգը քանդել։